Առաջարկ ունենք օրակարգի երրորդ հարցի վերաբերյալ, քանի որ մեր խմբակցությունից պարոն Հարոյանը գտնում է հիվանդանոցում մեր կողմանի թոքաբորբով եւ Զարուհի Փոստանջյաններ երկրում չէ, այդ հարցի հետ կապված քվեարկությունը շատ վճռորոշ է մեր համար եւ երևանցիների համար, առաջարկում ենք հարցը դարձնել քննարկվող երրորդ հարցը Երևան համայնքում տեղական վճարների 26 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին, որը վերաբերում է Կարմիր կետագծերին եւ հանրային տրանսպորտի ուղևորավարձերին, հատկապես որ Կարմիր կետագծերի մասով նորից դատական որոշում կա, որը համարում է ոչ իրավաչափ այդ թանկացումները։ Մի խոսքով առաջարկում ենք դարձնել զեկուցող, իսկ եթե հանկարծ հարցը չդարձավ զեկուցող, ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ընդդիմադիր դիրքավորված բոլոր հավաքանու բոլոր անդամներին կոչ ենք անում չմասնակցել քվեարկությանը, քվորում չապահովել եւ չընդունել այդ 160,000 եւ արդեն իսկ գործող տրանսպորտային ուղևորավարձերը։ Առաջարկում ենք երրորդ հարցը դարձնել զեկուցող։ Շնորհակալություն, օրակարգը հաստատված է, հարգելի գործընկերներ, եւ առաջնահերթ քվեարկության են դրվում օրակարգում ընդգրկված չզեկուցվող հարցերը, արդեն իսկ իմ ասած փոփոխություններով քվեարկություն ձեր կներեք պարոն Հակոբյան, ես դուք ձեր բակում չեք, կներեք արտահայտությանս համար ձեր քուչում չեք, խնդրում եմ մի քիչ չափավոր, ձեր արտահայտությունների մեջ էլ տենց փողոցային ես ձեր լեքսիկոնով մի քիչ զուսպ եղեք, քվեարկություն, դուք գիտեք, լավ, ժողովուրդ ջան, ասենք ամեն ինչը պատվով կարելի ընդունել, էլի։ Նույնիկ ասենք չենք նախ ասեմ, որ չզեկուցվող հարցերը ընդունվեցին։